Գաթան պարզապես ուտեստ չէ, այլ ազգային ինքնության, ավանդույթների ու հավատալիքների արտահայտություն։ Գաթայի այս բաղադրատոմսը դեռ վաղուց եմ ներկայացրել ալիքում, սակայն որոշեցի այն թարմացնել։ Գաթան հաճախ պատրաստվում է ընտանեկան շրջանակում, և այդ գործընթացը դառնում է միավորող արարողություն, սերունդների միջև կապ հաստատելով։ Միջինքի գաթան սովորաբար պահքային տարբերակով է պատրաստվում, քանի որ այն նշվում է մեծ պահքի կեսին։ Սակայն եթե դուք ցանկանում եք պատրաստել ոչ պահքային տարբերակ, ապա կարագով միջինքի գաթան կունենա ավելի հարուստ և փափուկ համ։ Կարագով միջինքի գաթայի բաղադրատոմսն իր հարուստ բաղադրիչներով՝ կարագ, շաքար, թթվասեր, խորհրդանշում է առատություն և բարեկեցություն։ Այն հատկապես տարածված է տոների ժամանակ, քանի որ համարվում է հաջողության և բարիքի նշան։ Որոշ հայկական ընտանիքներում գաթայի մեջ դրամ կամ նշան են դնում, և ով գտնի այն, համարվում է հաջողակ առաջիկա տարում։ Այս և գաթայի մյուս բաղադրատոմսերը, որոնք սիրով պատրաստել եմ հատուկ ձեզ համար, հուսով եմ, ոչ միայն կգոհացնեն ձեզ, այլև կփոխանցեն մեր ժողովրդի ավանդույթների ջերմությունն ու հարուստ մշակույթը։